Պարոն Խուզացյան, դուք տեսել եք այս կադրերը, երբ քաղաքացուն հողանավանքից բերանը փակելով դուրս են բերում, ինչու եմ ցույց տալիս, որտեղ շատ քվեականներ միաբերան վստահեցնում են, որ այս կադրերը չեն տեսել։ Ձեզ ծանոթ է այս կադրերը եւ ինչպես է գնահատում։ Շատ լավ տեսել եմ, բայց անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ իրենց աշխատանքի ամբողջական ծավալին եւ գործառույթներին տեղյակ չեմ։ Ժողովրդավար երկրին որքանով է հարյուր, որ քաղաքացու բերանը փակեն եւ Հիմա նորից ասեմ, պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողություններին չեմ մեկնաբանում, դե կադրերը տեսել եմ, այո, եւ այդքանը։ Նախ լավ է, որ դուք տեսեք, որտեղ ձեր գործընկերները չէին տեսել, եւ պարոն Խուզացյան, անվտանգության գործառույթը Նիկոլ Փաշինյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե խոսացող մարդկանց բերանը փակելը, որտեղ այդ մարդը երբ որ խոսում է որևէ մեկին ֆիզիկական Պարոն Կիրակոսյան, հարցի մեկնաբանությունը կարծում եմ իմ տիրույթում չի, դրա համար դուք հնարավորություն ունեք հարց ուղղել այն կառույցին, ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ ժողովրդավարական իշխանության ներկայացուցիչը ձեզ ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել պահպանություն իրականացնող կառույցի գործառույթները։ Դուք այնտեղ էիք, պարոն Խուզացյան։ Հովանավանքում չեմ եղել եմ վաղար շաբաթում, մասնակցել եմ պարոն Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին։ Վարչական ռեսուրսի չարաշահման մեջ են մեղադրում։ Խնդրում եմ արգելի գործընկերներ հարցերը հերթով տալ, ես այստեղ եմ շտապելու բան չունեմ, պատրաստ եմ։ Ձեզ մեղադրում են վարչական ռեսուրս չարաշահելու մեջ, վաղօրոք քարոզարշավ սկսելու մեջ, նաև ընտրական հանձնաժողովների անդամների քարոզչության մեջ, այս ամեն ինչը անելով ինչ է իշխանությունը մտահոգություն ունի, Խնդրում եմ հերթով ասել ինչի մեջ են մեզ մեղադրում, ըստ կետերի ես փորձեմ բոլոր մեղադրանքներին անդրադառնալ։ Ինչ ասել է վաղ նախընտրական քարոզարշավ, մենք քարոզարշավը մեկնարկել ենք օրենքով սահմանված ժամկետում, օրենքով սահմանված կարգով եւ գործողություններից վաղը ոչինչ չենք արել, եթե մարդիկ նկատի ունեն բան Նորարարության միջոցառումը քարոզչական բնույթի միջոցառում չի եղել, միջոցառումը ավելին ամենամյա միջոցառում է եղել, ավելին իմ ունեցած ինֆորմացիայով ոչ միայն մեր քաղաքական ուժից են մասնակիցներ եղել այդ գյուղում, միջոցառման այլև այդ միջոցառման վայելում եղել են այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, Բայրարը, որը միջոցառումը կազմակերպել է այդ միջոցառումը ավանդաբար, այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել։ Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը եւ Արմավիրի մարզպետը եւ ոչ միայն իրենք, այդ թվում նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ընտրական հանձնաժողովի ես պատասխանեմ էլի, ընտրական հանձնաժողովի մասով պիտի ասեմ, որ խոսքը վերաբերում է Facebook-յան հրապարակումների կիսվելուն, ենթադրաբար հետքի հրապարակման մասով եք ասում, պիտի իմ տարակուսանքը հայտնեմ հետքի գործընկերներից, որովհետև այդ նույն բանը իրենք արձանագրել են նաև այլ քաղաքական ուժերի մոտ, բայց չգիտես ով է հաշվել ամենաշատը որտեղ է, եւ առնվազն արդար չի քարոզչական այս փուլում, ուրեմն այդ հոդվածը պարբերաբար հրապարակել եւ կիսվել Արգիշտի Մեխակյանի նկարով։ Ես առաջարկում եմ իրենք առնվազն նաև Արթուր Վանեցյանի տեխնացուի կողմից եւ ոչ միայն այդպիսի դեպք են արձանագրել եւ կարող են նաեւ Արթուր Վանեցյանի նկարով կիսվել եւ իմ տարակուսանքը այդ մասով այդպիսին է, որ կարծում եմ հետքը այս պահին ընտրություններում իրականացնում է պարոն Մեխակյանի հակաքարոզը, ինչի համար է իրականացնում դրա պատճառները ես ենթադրում եմ, բայց չեմ ուզի դրա մասով կիսվել։ Առնվազն կոչ եմ անում մեր գործընկերներին աշխատանքային դաշտում շարունակել են աշխատանքը, որը մենք բազմաթիվ անգամ գնահատել ենք, անձամբ ես ցանկացած մասով բաց եմ եղել հետքի գործընկերների հետ աշխատելու մասով, եւ հիմա էլ պատրաստ եմ, հիմա էլ եմ բաց, ուղղակի այդ արձանագրումը մեզ մտահոգում է եւ ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ քարոզչական այս ընթացքում զերծ մնան այդպիսի երկակի ստանդարտների կիրառումից։ Հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ։ Ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցը փակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է
եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ համապատասխան կառույցներին, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց, ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով էսպային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, թե փոխել եք մտադրությունը եւ այնինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն Խուդայցյան։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին Բայց այդ կպատասխանենք։ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ հարապում են նաև այս բային իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է Հարցի ազգայնացվի։ ասոցիատորը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում եմ, երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն Ֆարար վերադառնալով վաղ շաբաթ խոշորացված։ Չէ, բայց ես մոտ հետ կապված հարց ունեմ, եթե կարելի է շարունակենք։ Էներգետիկ թեման ամփոփենք, տեղափոխենք վաղ շաբաթ։ Բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հետ Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով, երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին լրացիչ կասենք, անհրաժեշտ ուսումնասիրությունից։ Չկա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը եւ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ ինչ պետք է անեք։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց։ Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև Վիոլա ջրի ենթակառուցվածքները զանգեր են հնչում անգամ բանկի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաև վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որտեղ զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացրի, ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք անդրադառնում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք նույնքան հետեւողական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների, ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ շտաբ, օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող վարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը։ Ես իմ հարցը հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել եք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Վիոլա ջրի մասով այս պահին աշխատանքային process-ը շարունակվում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք։ Եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ այդքան կրիտիկական չի վիճակը, որ մի ԿՊԱ-ական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկել, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ Վստահաբար դուք չեք պատկերացնում ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է
եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը ինչու են մարդիկ բողոքում այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ վիոլաջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ եթե պետական է վերահսկողությունը վիոլաջուրի նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապված պետականական գործընթաց եք ստացվում է պետությունը վատ է ստացվում այդ է ստացվում դա ձեր գնահատականն է որի հետ ես համաձայն չեմ խնդիրները գնալով արդյոք մեծանում են ոչ մի կոնկրետ լուծումներ չկան նշանակում է եթե պետական կառավարման է հանձնված դա է կառավարում պետական կառավարման հանձնված չի հավատարմագրային կառավարման հանձնված ենթակառուցվածքն է պետական դա ասացի այն տրամաբանության մեջ որ այնտեղ ազգայնացնելու պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա մի պարզ պատճառով որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել դա արդեն պետական է Պարոն նախարար կներեք 2022 թվականից ի վեր վիոլաջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության Պարոն Կիրակոսյան, շատ լավ սկսեցիք հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Ճանապարհի մասին հարցնում են տեղական կառույցների հանրարականների իջացնում եք հիմա իջեցում եք հիմա թե ինչպես Եթե նկատի ունեք թրիփի մասին, մենք է դրանով էս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանձնարարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Ունիկում մենք այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, որում եւ մարզը եւ համայնքները ներգրաված են։ Խոսքը մասնավորապես դիմակայուն Սյունիք ծրագրի մասին է, որի շրջանակներում առաջիկայում կմեկնարկեն կրթական, այդ թվում նաև ջրային ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր եւ մեր խոշոր եւ հիմնական ծրագիրը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական էսպային ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում եւ ես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի եւ հետեւաբար դեռևս տեսանելի ապագայում բավական երկար ժամանակ Սյունիքը լինելու է մեր հիմնական շինարարական բազմատ որ ուղղությամբ ասենք իրենք այդ ենթակառուցվածքից օգտվելու, այնտեղ ներդրումներ անելու, մասնակցելու, այդպիսի գաղափար կա։ Մենք ենթակառուցվածքների կառուցման բլոկն ենք Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ հետեւաբար ձեր նշած հատվածի մասով որպես այդպեսին անելիք էլ չունեն, կարծում եմ այլ պատասխանատու գերատեսչություններ կզբաղվեն այդ հարցով եւ ժամանակը գա։ Բանախապանի նեցիուների հանձններ ես էլ հերթանես մի Տիկին Ջեբեջանը եղել է Վաղարշապատում, պատկերը գիտի, իրեն չի հետաքրքրում Վաղարշապատի ընտրությունները։ Վստահաբար տեսել է այն աջակցությունը, որը պարոն Մեխակյանը ունի, եւ ես ուրախ եմ, որ դուք մեր այդ քարոզարշավ եք իրականացել։ Լսում եմ, Ֆունդացիան պետականացման հետ կապված գործընկերուհուս հարցին ասացիք, բայց դուք կիսում եք, չէ՞, աջակցությունը դուք տեսել եք։ Ասացիք նախնական ուսումնասիրություն են կատարել եւ վերջնական ուսումնասիրություն դեռ չկա, որ հասկանանք պետականացումը։ Գործընթաց կա, ժամանակատար է, մենք ժամկետների մեջ աշխատում ենք, պարոն Պետրոսյանի գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։ Իսկ եկեք ճիշտ ասենք, էլի պարոն Խուդատյան։ Ես միշտ ճիշտ եմ ասում։ Կա բարձի ոչ հետ այդ ուսումնասիրությանն եք սպասում, բան էլ սպասում եք Փաշինյանը ինչ կասի դա էլ կանեք, ինքը ասեց կառավարությունը ես եմ։ Սպասում ենք ուսումնասիրության։ Ինչ ասի դա դուք անեք։ Սպասում ենք ուսումնասիրության։ Պարոն Խուդատյան, իսկ պետությունը պատրաստ է օրինակ գնել հետ։ Ժամանակավոր կառավարչի մասով նաև իրենք այնտեղ այդպիսի գործառույթներ ունեն, որը հաջողությամբ իմ գնահատականն է այնպեսին, որ իրենք հաջողությամբ, շատ հաջողությամբ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ այդ խնդիրները կարողանում են լուծելով առաջ գնալ։ Պարոն Խուդատյան, իսկ եթե լիցենզիան դադարեցվի, պետությունը, կառավարությունը ունի միջոցներ հետ գնելու։ Խնդրում եմ ինձ եթեով հարցեր մի տվեք եւ այնուամենայնիվ եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։
Այսինքն գնել ընկերությունը Վաղարշապատում տեղի ունենալիք թիմ ընտրություններին արդեն շուրջ 1 շաբաթ է տեղի ունենում քարոզարշավ նախ ուզում եմ այնքան որքանով հասցրել եք շոշափել վաղարշապատցիների նախընտրական տրամադրությունները հաղորդել ինչպեսի ինտերեսան է արժանանում քարոզարշապատում ինչպես է գնահատում ձեր շանսերը ընտրություններում եւ այս համատեքստում ինչու ընտրությունների մասնակցող ընդդիմադիր ուժերը բարբերաբար խոսում են Գյումրի 2 սցենարի հավանականության մասին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է հավաքել 50+1%, այսպեսով բացառելով Գյումրի 2 Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին, եթե ասեմ, այդ ճանապարհով, այո, այդ ճանապարհով փորձանք, որովհետև այլ բառով նկարագրել հնարավոր չի, եթե մեր շանսերը այնտեղ բարձր են, պարզ տրամաբանությամբ, նախ մեր թիմը ավանդաբար Վաղարշապատում եւ Խոյում բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է, այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես 2018 թվականին պարոն Մեխակյանը ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած տեխնացուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյ համայնքի ղեկավար, ի տարբերություն ընդդիմության տեխնացուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, 2021-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, մի հատ էլ 2021-ին Խոյում էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, հետո դարձան շտաբի պետ Ռոբերտ Քոչյանի համար էին ձայներ ուզում ապահովել, ընդեղ էլ պարտվեցին, եւ ընդդիմությունը Վաղարշապատի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ, հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել, կպարզվի օլիմպիական եռակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետեւ իսկապես պարոն Մեխակյանը իր նախորդ աշխատանքների ընթացքում վաստակել է քաղաքացիների սերը, այդ քաղաքացիների այդ սերը ակնհայտ է եւ քարոզարշավի առաջին մեկնարկային օրերը դրա մասին են խոսում եւ նաեւ էս է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սեվացնել այս կամ այն եղանակով պարոն Մեխակյանին եւ ես ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, որոնք ի տրամաբանությամբ պիտի ընդդիմադիր չլինեին, բայց ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ կողմ են դարձել այս ընտրություններին եւ բազմաթիվ լրագրողներ առավոտ աշխատանքի են գալիս Վաղարշապատ տեսնելու ինչպես կարելի է սեվացնել պարոն Մեխակյանին, որը վստահաբար չի լինելու։ Պարոն Խուդաջյան, Մասիսի համայնքապետը 6 տարով ազատազրկման ենթարկվեց, այն դեպքում, երբ գործը 7 տարի քննվում էր եւ հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյոք սա ընդդիմադիր համայնքապետերին այդպես լիկվիդացնելու գործընթացի մի մասը չէ։ Հիմա եթե ես հետեւյալը ասեմ, Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, այդ բառը իր համար է հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ այդպես էլ որպես հետաքրքրված չեմ եւ չեմ տիրապետում, որով կայացվել է շատ լավ այդ հարցը կարող եք ուղղել շատ այլ մարդկանց, բայց ոչ ինձ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի,
առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին եւ իմիջիալոց երեք էլ կուզեմ նաեւ առիթ օգտագործելով այդ հարցին անդրադառնամ, երբ որ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում վաղարշապատում, ուրեմն առաջ բերելով հրատապ եւ այլ պետական բյուջեի ֆինանսավորման վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պետք է ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը այդ թվում նաև այն ծրագրերը, որոնցում ուղիղ հաստատումը կա եւ ուղիղ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են եւ եթե թվարկեմ կարող է պարզվել, որ առաջի տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են եւ ակնհայտ է, որ մենք ընտրություններին մտահոգվելու առիթ չունենք, որովհետեւ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում ուրեմն մեծամասնության քվեն ստացել եւ մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը եւ դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։ Ինչպես կգնահատեք նրա Դավիթ Համբարձումյանը որպես Մասիս համայնքի ղեկավար։ Լավ է Գնահատականը պիտի տան քաղաքացիները իր աշխատանքի, մենք որպես այդպեսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ, պետք է ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող հարց լուծող կառույց է եւ եթե Արարատի ավելի շատ այդ հարցին պիտի պատասխանեն։ Չեք տեսել դուք ամեն դեպքում։ Խնդիրներ Հայաստանի բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց ես որպես այդպեսին գործառույթ չունեմ համայնքապետի աշխատանքը գնահատելու, որովհետև աշխատանքի բերումով շատ քիչ շփումներ ենք ունենում համայնքների հետ։ Խուդատյան Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Կիրակի խնդրում եմ, ես նորից եմ ասում, չեմ շտապում, այստեղ եմ բոլոր հարցերը կտակ, բոլոր հարցերին կպատասխան։ Հետո կհիշեք, որ բաց մնացած հարցեր կա, ես կշարունակեմ մնալ այդ հարցերն կտակ, այսպես ինձ հարցերը տվեք առանձին։ Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Փաշինյանը նշել է, որ կրկին գնալու է Հովանավանք եւ մասնակցելու։ Գնալու եւ աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ վաղարշապատի քարոզարշավին, իմիջիալոց դրանից հետո 2 շաբաթ արձակուրդում եմ լինելու եւ կարող ենք վաղարշապատում ավելի հաճախ հանդիպել։ Որովհետև Փաշինյանն է ասել, որ մասնակցել։ Ես առհասարակ մասնակցեք հրապարակային այդպես ցուցադրեք, որ նախկինում ուղղակի ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը մենք պատարակների մասնակցում ենք թե չէ, հետեւաբար չեք տեսել։ Առնվազն են մարդիկ։ Ես հիմա իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ հրապարակել, եթե այտենց որպես այդպեսին ուշադիր լինեք, եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց տեսակ։ Ստեփան Ասատրյանի այդ արարողությունը։ Ինչպես։ Որդի եք ունեցել, չէ՞։ Այո։ Պատրաստ եք տանել Ստեփան Ասատրյանը որպես կարգավորիչ քահանա կնքի։ Շատ լավ, իմ երկու երեխաները մկրտված են, այո, բայց նաև հետևյալը ասեմ, որ ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում եւ պսակադրությունը եւ իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրյան եկեղեցիներում, այսինքն Արմավիրի տարածաշրջանում, բայց այո պատրաստ եմ, եթե ձեր հարցին անդրադառնանք, այո պատրաստ եմ։ Քպականները հատուկ այսպես կլիենտուրա են հավաքում Իրանի համար։ Եթե հոգևոր իրադարձության մասին ես օրինակ օգտագործեի այն տերմինը, որը դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը, ես այնպես որ ձեր ուրեմն տերմինը կարծում ես իրադարձության մասին լավը չէ։ Որ ծափեր են հնչում, դա նորմալ է։ Սուբվենցիոն ծրագրերին հատկացվող գումարը մեծանում է։ Եթե այո, ես խնդրեմ 2020 ավելացնելու 26-ին ինչ ուր է ուղղվելու այդ միջոցը։ 2026 թվականի ընթացքում, 2025 թվականի ընթացքում մենք արդեն 96 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրեր ունենք հաստատած, որից պետական համաֆինանսավորման մասը 50.1 միլիարդ դրամ է,
մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ունենք, որոնք 2025 թվականին են տեղափոխվել, ուրեմն 2022, 23, 24 թվականներից եւ վստահաբար լինելու են աշխատանքներ, որոնք տեղափոխվելու են նաեւ 2026 թվական։ Հիմա ասեմ, վաղը նաև փոխվարչապետի գլխավորության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ունենք, որտեղ շարունակելու են քննարկել համայնքներից ստացած հայտերը։ Նկատի ունեմ սա թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք, որ այս process-ը մեր մոտ անընդհատ process է եւ հնարավոր էլ չի ընդհատել, որովհետեւ 22, 23, 24, 25 թվերից մենք շարունակական կատարողականներ ենք ստանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջեից պատրաստ է ֆինանսավորում իրականացնել են բոլոր կատարողականների մասով, որոնք անհրաժեշտ կարգով ուսումնասիրված են եւ աշխատանքը տեղում անհրաժեշտ կարգով իրականացված է։ Հետեւաբար, եթե մեզ ներկայացվի 30 միլիարդ, մենք կֆինանսավորենք 30 միլիարդ, ներկայացվի 35 կֆինանսավորենք 35, ներկայացվի 40 կֆինանսավորենք 40։ Համայնքներից է գալու։ Դրանք վերաբերվում են, դրանք այո, ամբողջությամբ սուբվենցիոն հայտերը գալիս են համայնքներից, համայնքները իրենք են նաև հանրային քննարկումներ իրականացնելով որոշում առաջնահերթությունները։ Իհարկե պետության կողմից կան սահմանած առաջնահերթություններ, որոնցում պետական համաֆինանսավորման կա այս տարի որոնց պետությունն է համարում առաջնահերթություն։ Միշտ է եղել այդպիսի ենթակառուցվածքներ, որոնք պետությունն է համարել առաջնահերթություն։ Դրանք հիմնականում 2026-ին էլ դրանք լինելու են ուրեմն ճանապարհաշինական աշխատանքները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման աշխատանքները, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղված աշխատանքները, գազաֆիկացման ուղղված աշխատանքները, սրանք մեր առաջնահերթություններն են։ Պարոն Խուդատյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատի ունեմ նախագիծ կամ դեռ մտադրություններ, քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցվի։ Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերումով է, որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Բայց որ ասենք վերադարձվեն, դա պետ գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը, ուրեմն եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետգույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչության։ Եկեղեցիները վերադարձվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատանքը։ Եկեք եթեով հարցերին չպատասխանեմ։ Խուդատյան տեղեկությունները, որ Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, որտեղ մենք տեսանք, որ որտեղ է վարչական Հողանավանքում, որ տարբեր մարզերից եղել են, դուք իհարկե չեք մասնակցել, բայց ամեն դեպքում դժգոհ է։ Անվտանգության ծառայությունը քաղաքացիական հագուստով գրեթե կեսն է տալիս։ Անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է։ Դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվել ինչ չափ։ Մենք ամբողջ շատ լավ, հրապարակենք որ կեսն եւ վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը թիվը դեռ չի անհանգստացնում, որ քիչ է։ Գրել էր հարգելի ընկերներ Արեգ Երևանի քաղաքապետի դեպքում ունեին վերջին քարոզարշավ։ Ունեինք, որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք ունեն գրված։ Թիվը որ քիչ էր, սա արդյոք ցուցիչ է, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչին է Որ թիվը քիչ էր Հովանավանում։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ Պետության աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէր։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէր, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ է։ միջոցներից մեկի հարցումն էի նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։ Պարոն Խուդատյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել էր, տակնել այդպես գրել էր, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգում է հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ Որ հանրահավաքի օրը։ Հա, քաղաքական շատ լավ, վաղարշաբաթի քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել վաղարշաբաթ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով վաղարշաբաթ ժամանած
ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ քարոզարշավին։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Բայց եկեղեցու դեմ է սկսված հատկապես որ Եկեղեցու դեմ չի սկսվել, խոսքը վերաբերվում է Սահակյանի վարկանիշը որքան են ասում եք դու հաղթել է տարբեր ընտրություններում, ամեն դեպքում ձեր ուսումնասիրություններով ինչ որ Ես առաջարկում եմ ձեզ այդ հարցի պատասխանը ստանալու համար հարցում իրականացնեք վաղ շաբաթում, բայց քանի որ դատելով են հանգամանքից, որ ձեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը երեք ըստ երևույթին հարցում էր իրականացնել, ես նույնիսկ այդ հարցումը, նույնիսկ այդ հարցման բովանդակությունը, նույնիսկ այդ հարցման ուղղորդումները տեսնելով, այդպիսի մտահոգություն չունեմ։ Նույնիսկ այդ ուղղորդումներին քաղաքացիների հստակ պատասխանները տալով ես այդ մտահոգությունը չունեմ եւ ավելին ասեմ, վաղարշապացիները, իջմիածնեցիները շատ ավելի վաղուց են ծանոթ որոշակի հոգեվորականների արկածներին, այն պարզ բերումով, որ այդ արկածները իրենց աչքի առաջ են եղել, այդ արկածները եղել են մեր վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել վաղարշապատցիներին, էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի վաղարշապատցիների համար բացահայտում չի, որովհետեւ վաղարշապատցիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգեվորականների հետ միասին։ Ինչ են արել, ինչ արկածների մասին եք ասում։ Մի ժամանակ է եկել է վաղարշապացիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արկածներ։ Մի երկուսը մատնանշեք։ Ոչ։ Ինչու։ Բա խոսում եք առանց փաստերի։ Գախնի պահում։ Փաստեր չունեք փաստորը։ Ժողովուրդն եմ ասա արկածներով կիսվել այդ ինֆորմացիայով կիսվել։ Մի խոսքով այս բլոկին Ընդդիմադիր արգելված գործընկերներից մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարցնեք։ Իշխանությունը անցնում է արդեն հոգեվորականների, այսպես անձնական կյանքի միջամտելու, այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու, եկեղեցու դեմ, այսպես ասած, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դալիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգեվորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուդատյան, նորից ընտրությունների թեմայով մի հարց, Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը վաղարշապատում սպասվող ընտրությունների չափաններ առաջացրեց ինչ ուղերձ է վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ձայներ հավաքի։ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից, որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի։
որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։ Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով փոխված մեքենաներով թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու, դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխությանը, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու Վաղարշապատի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն, պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Մենք հաղթելու ենք ընտրությունները։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև Վաղարշապատցիները ճանաչում են պարոն Մեխակյանին, պարոն Մեխակյանի ընտանիքին, պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից։ Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալիոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված տեխնացուներին այս նույն գյուղապետերը նորից աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր տեխնացուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, եւ հիմա հաղթելու է, այսինքն Վաղարշապատցիները պատկերացնում եք մեր Ասլտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք քարոզարշավ ենք, երկու գյուղերում եղել ենք, որտեղ քարոզարշավ ենք իրականացել։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել, 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ, իսկ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալիոց այդպիսի շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր, շատ լավ, պայմանավորվեցինք, որի ընթացքում, չէ թույլ տվեք ես որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ, դուք ինձ կասեք, անկեղծ, առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք Վաղարշապատցի, դուք ում կընտրեիք ընտրություններին։